Որքան մոտենում են հունիսի 7-ի կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են անդրադառնում ընդդիմության գործունեությանը և զանազան մեղադրանքներ ներկայացնում վերջիններից։ Մասնավորապես վերջին օրերին խոսում են ընդդիմադիր ուժերի հետընտրական հնարավոր միավորումների մասին։ ՔՊԱ-ականների պնդմամբ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը մտադիր են ընտրություններին առանձին մասնակցել, իսկ արդեն հետո կոալիցիա ձևավորել իշխանության գալու համար։ ՔՊԱ-ականները վստահեցնում են, ընդդիմության պլանները ձախողվելու են։ Եվ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Լավ եղեք։ Վահագն Ալեքսանյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը մտադիր է համապետական մակարդակում Գյումրիի սցենարը կրկնել։ Եվ ահա այս տեմպերով, այս բլոկներով այս մարդիկ փորձելու են ամբողջ հանրապետությունում ստեղծել Գյումրու տպավորությունը, ստեղծել Գյումրու էֆեկտ։ Օրագիր Նյուզի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նման հայտարարությունները պայմանավորված են ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական գործոններով։ Կնահատել, որ Ռուսաստանը մի բոլոր ջանքերը ներդնում է, որ այստեղ իրեն ավելի, այսպես ասեմ, ձեռնտու եւ լոյալ իշխանություն լինի, եւ այս իշխանությունը փոխի։ Եվ դա արվում է մի քանի ճակատով, կոնկրետ մեկ քաղաքական ուժի վրա չեն ադրի կատարել, այլ մի քանի, այսպես բևեռների միջոցով են անում։ Դա կարող է լինել Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլն։ Քաղաքագետի խոսքով ընդդիմադիր դաշտում միավորումները տեսականորեն հնարավոր են, սակայն առանձին ուժերի կողմից միայն իշխանության ձևավորելը դժվար է եւ ավելի հավանական է հետընտրական կոալիցիոն տարբերակը։ Քանի որ հասկանում են, որ որևէ քաղաքական ուժ ընդդիմադիրների մեջ չի կարող միայնակ իշխանություն վերցնել, դա պետք է արվի ընտրություններից հետո, այսպես ասեմ, կոալիցիոն կառավարություն ձևավորելու տեսքով։ Այնպես որ իշխանությունների մտահոգության պատճառը հենց է, որ կարող է տեղի ունենալ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա եւ նրանք իրենց ձեռնտու վարչապետի տեխնոզոյի վերեն իշխանության։ Վարդանյանի գնահատմամբ իշխանության ներկայացուցիչների կողմից տարածվող տեսանյութերն ու ակտիվ հաղորդակցման արշավները դասական քաղաքական տեխնոլոգիաների գործիքակազմից են։ Գիտեք ինչ, այո, տեսականորեն չեմ բացառում, դա առավել ֆինանսական միջոցներ են ներդրվելու այս ընտրություններին, ճիշտ արդեն ներդրվել են հաշվի առնելով, որ 50% գումարած մեկ հավաքելը բավականին դժվար է իշխանության համար, ապա չեմ բացառում, որ կարող են նաև անակնկալներ լինեն։ Բայց ինչ եք կարծում, իրենց մտահոգ, այսինքն այս պարագայում կարող է իրենց մտահոգությունները տեղին դինել այդ հարցով, որ օրինակ հենց եթե իրենք, ինչպես դուք արդեն նշեցիք, եթե մտահոգություններ չունենան, այդքան այսպես ասեմ, ձեռը որ չէին ընկնի իշխանության ներկայացուցիչները։ Այն որ շատ ագրեսիվ հակազդում են, հակաճառնում են ընդդիմությանը, տեսալովակներ են նկարահանում եւ այլն, սա ցույց է տալիս, որ իրենք լուրջ մտահոգություն կա։ Հասկացա։ Այսինքն մտահոգությունն այսուամենայնիվ կա։ Իսկ ավելացնելու ինչ-որ կա, կայա տեղին է, մտահոգություն կա, դա տեղին է։ Հասկացա։ Իսկ այսպիսի տեսահոլովակների միջոցով ըստ ձեզ ինչ են փորձում անել, ուղղակի ասել այդ մասին, որ քաղաքացիները իբրև հասկանան, հա, ճիշտ եմ հասկանում, իրենց քաղաքականության մասը, այսպես ասած, այդ նույն տեսահոլովակների մասով։ Ինչ է նշանակում։ Դա սովորական քաղաքական տեխնոլոգիա է, տեսահոլովակների միջոցով ավելի շատ դիտումներ են լինում, քան եթե դրա մասին Facebook-յան գրառում անեն օրինակ։ Եվ վիզուալ առնով, որտեղ ավելի շատ մարդիկ են նայում այդ ելույթները, քան կարդում են։ Այսօր այստեղ արդեն որևէ, այսպես ասեմ, արտարոց բան չկա, սովորական քաղաքական տեխնոլոգիաներ են եւ իշխանությունն էլ օգտվում է դրանից։ Քաղաքագետը հավելեց նաև, որ ընտրություններում 50+1 արդյունք ապահովելը բարդ խնդիր է եւ չի բացառել, որ քաղաքական գործընթացներում հնարավոր են անակնկալ զարգացումներ։